Հաղորդման հովանավորն է United Orthopedics-ը։ Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է, ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ։ Մեր գլխավոր նպատակը եւ առաքելությունը տալ օգտակար եւ պրակտիկ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ ապրել կյանքը առանց ցավի, սահմանափակումների եւ պահպանել կյանքի որակը կամ բարելավել։ Հիշեցնեմ, որ իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր եվրոպական արտադրության էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները պարունակում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող որակավորման սերտիֆիկատները։ Դուք արժանի եք լավագույնին։ Ընտրեք United Orthopedic-ը եւ կատարեք բարեփոխումներ ձեր առողջությունում։ Իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել ներքոնշյալ հեռախոսահամարով։ Որպես օրթոպեդ ես եւ իմ գործընկերները ամեն օր վերականգնում ենք մարդկանց շարժունակությունը, սակայն դա կլիներ անիմաստ, եթե չաշխատեր մարդու գլխավոր շարժիչը՝ սիրտը։ Բարձր զարկերակային ճնշումը, սխալ ապրելակերպը, վատառողջ սնունդը, ծխախոտը եւ մի շարք այլ խնդիրներ հանգեցնում են անոթների քայքայման եւ սրտի լուրջ հիվանդությունների։ Ինչպես խուսափել այս ամենից։ Եվ եթե արդեն ուշ է հասել ենք ստենտավորման, ինչ է սպասվում պացիենտներին։ Այս ամենի մասին կխոսենք բժիշկ սրտաբան Վազգեն Քալանթարյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բժիշկ Քալանթարյան, այսօր մենք ունենք այլ ֆորմատ, սակայն որոշեցինք միասին, որ պետք է վարենք անկեղծ զրույցի ֆորմատով։ Այն ամենը, ինչ որ երևի թե եթերային չի հնչեցվում, շատ ավելի պարզ, շատ ավելի հասանելի եւ մարդկանց համար շատ ավելի կարեւոր ինֆորմացիա, որը զերծ է միգուցե որոշակի բժշկական շղարշից։ Համաձայն եք։ Իհարկե համաձայն եմ։ Եկեք սկսենք ամենակարևորից, որը շատ տարածված է, զարկերակային գերճնշումից։ Ինչ խնդիրներ է առաջացնում զարկերակային գերճնշումը։ Եվ շատ ենք հանդիպում մանավանդիմ դեպքում, երբ գալիս են էնդոպրոթեզավորման համար գալիս են պացիենտները մեզ մոտ, մենք նկատում ենք, որ ունեն սրտային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, բացի թողի վիճակ, չեն խմում դեղերը եւ հարցին թե ինչու միշտ պատասխանում են. «Այս ճնշումով ես ինձ լավ եմ զգում։ Ինչի համար խմեմ դեղերը»։ Խնդրում եմ այս ամենի մասին երկու խոսքով։ Շատ բարի, ուրեմն զարկերակային հիպերտենզիան ինքը համարվում է աշխարհում ամենավտանգավոր պաթոլոգիաներից մեկը։ Եվ սովորաբար միջազգային գրականության մեջ զարկերակային գերճնշման մասին խոսում են որպես համր մարդասպանի։ Ինչի այդպես, որովհետև շատ հաճախ պացիենտը, որը որ չունի գանգատ, բայց ապրում է պայմանական 180, 90, 160, 90, 160, 100 զարկերակային ճնշմամբ, նա համարում է, որ ինքը պրակտիկորեն առողջ է։ Սակայն դա մեր օրգանիզմը հյուծող հիմնական ռիսկի գործոններից մեկն է, որովհետև մեր օրգանիզմը բնականից ստեղծված է մինչև 130 սիստոլիկ եւ մինչև 90 արդեն վերջին փոփոխություններից հետո մինչև 85 մմ սնդիկություն զարկերակային ճնշմամբ ապրելու համար։ Եվ փաստացի այնպես է ստացվում, որ նույնիսկ 130, 90, 130-88 զարկերակային ճնշումը արդեն իսկ համարվում են բարձրացված եւ բազմաթիվ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք արդեն իսկ ազդում են կյանքի տևողության վրա, բերում են այնպիսի ծայրահեղ խնդիրների առաջացման, ինչպիսիք են օրինակ սրտի իշեմիկ հիվանդությունը, որի դրսևորումներից մեկն է սրտամկանի ինֆարկտը, տարբեր տեսակի անոթային համակարգի ախտահարումների, ինչպիսիք են օրինակ աորտայի անևրիզմաները, որոնք բերում են կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների, ինչու չէ նաև նյարդաբանական խնդիրները գլխուղեղի կաթվածի տեսքով եւ շատ հաճախ հասարակության մեջ այդ կեղծ կարծիքը, որ զարկերակային գերճնշումը վտանգավոր չէ, եթե դուք գանգատ չունեք, բերում է շատ ավելի ծանր առողջական խնդիրների հետագայում։ Եվ շատ կարևոր է, որ պացիենտները հասկանան, որ ընդհանրապես իջեցնելով զարկերակային ճնշումը նորմալ թվերի, մենք իջեցնում ենք հանկարծամահության ռիսկը, ազդում ենք կյանքի տևողության վրա եւ ընդհանուր
առողջության վրա ունենում ենք շատ մեծ դրական ազդեցություն։ Բժիշկ Քալանթարյան, մենք հաճախակի ունենում ենք զրույցներ, որոնք ճիշտ է բժշկության վերաբերյալ են, ճիշտ է գիտական են, սակայն որոշակի տարբերվում են։ Դուք այն մասնագետներից եք, որ միշտ խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ճիշտ ապրելակերպի մասին, խոսում եք դրա կարևորության մասին եւ դրան գործնական բացատրում եք գիտությամբ եւ չեք փորձում մարդկանց տանել դեպի միայն դեղորայք եւ դեղորայք։ Խնդրում եմ դրա մասին խոսեք եւ թե ինչպես կարելի է ապրելակերպով, սննդակարգով եւ մնացած ամեն ինչով խուսափել դեպի ստենդավորման գնալու ճանապարհից։ Շատ բարի։ Տեսեք, շատ կարևոր է արձանագրել, որ բոլոր համաշխարհային այս պահին ուղեցույցները, որոնք որ գոյություն ունեն զարկերակային հիպերտենզիայի վերաբերյալ, ցույց են տալիս եւ ուղղորդում են մեզ որպես առաջին քայլ զարկերակային հիպերտենզիայի բուժման սկսել կենսակերպի փոփոխություններից։ Կենսակերպի փոփոխությունը ինչ է նշանակում։ Առաջին կարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք, որ հիմնական 21-րդ դարի հիվանդությունը դա սակավաշարժությունն է։ Եվ եթե մենք խոսում ենք պացիենտի մասին, ով ունի 140-90 մմ սնդիկություն, զարկերակային ճնշում, երիտասարդ է, 33 տարեկան, օրինակ ծրագրավորող, ունի ավելքաշ, ամբողջ օրը նստած է, ծխում է, սիրում է աղի սնունդ։ Մենք հիմա նշեցինք այն բոլոր 4 ամենակարևոր ռիսկի գործոնները, որոնք որ հետագայում բերելու են սիրտանոթային համակարգի ախտահարման եւ զարկերակային հիպերտենզիայի ավելի ծանրացման եւ առաջացման ընդհանրապես այդ հիվանդության։ Ինչ անել։ Կան բարձ քայլեր, այսինքն սկսել ապրել առողջ, սնվել առողջ, պահել որոշակի սահմանափակումներ նույն աղի ընդունման քանակի վերաբերյալ, զբաղվել կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ, որտեղ շատ հաճախ երբ հարցնում եք պացիենտին, արդյոք դուք ապրում եք ակտիվ կյանքով, նա նշում է, որ այո, շաբաթական 1 անգամ կամ ամսվա մեջ 1 անգամ գնում եմ օրինակ ֆուտբոլ խաղալու, հա, դա կանոնավոր ֆիզիկական ակտիվություն չի հարմարվում։ Այսինքն adekvat ճիշտ ֆիզիկական ակտիվությունը շաբաթական գոնե 3 անգամ 1 ժամ տևողությամբ ակտիվ ֆիզիկական վարժություններն են։ Դա կլինի լողի ձևով, քայլքի ձևով, սովորական տնային պայմաններում ֆիզկուլտուրայի ձևով, տրամաբանությունը սրտի աշխատանքի արագացնելն է, որոշակի ծանրաբեռնվածությունն է օրգանիզմի վրա, որը որ կրում է պարբերական բնույթ։ Եվ այս բոլոր ռիսկի գործոնները մենք վերահսկելով շատ հաճախ առանց որևիցե դեղորայքային թերապիայի կարողանում ենք ստանալ ճիշտ հսկողություն զարկերակային ճնշման եւ խուսափել մշտական դեղորայքի ընդունումից կամ հետագայում ինչ որ տեսակի բարդություններից, նույն սրտի իշեմիկ հիվանդության կամ այլ պաթոլոգիաների ձևով։ Պարոն Քալանթարյան, ես գիտեմ, որ դուք հիմա նաև ուսանում եք արտերկրում եւ շատ հետաքրքիր թեմա է, որը հանդիսանում է սրտային անբավարարությունը։ Խնդրում եմ դրա մասին մի քանի խոսք եւ թե ինչ տարբերություններ կան արտասահմանյան մոտեցումների եւ հայաստանյան մոտեցումների մեջ, ինչ նորարարություններ կան, դրանց մասին խոսենք։ Շատ բարի։ Այո, ինչպես նշեցիք, իմ հիմնական մասնագիտական հետաքրքրության թեման հենց քրոնիկ սրտային անբավարարությունն է։ Այս պահին նաև զբաղվում եմ գիտական աշխատանքով, հայցորդ եմ, էլի զբաղվում եմ սրտային անբավարարությամբ ու սովորում եմ Անգլիայում Ցյուրիխի սրտի տան կողմից կազմակերպված PCHF երկամյա վերամասնագիտացում եմ անցնում ու դրա սահմաններում անկեղծ ինքս իմ համար նույնիսկ շատ բան բացահայտեցի միջազգային մոտեցման վերաբերյալ։ Նախ եւ առաջ ամենտեղ պարզ է, որ առաջին ճիշտ ձևը հիվանդության բուժման դա կանխարգելումն է։ Եվ իհարկե նշեմ, որ ժամանակակից բժշկությունը գնալով դառնում է ավելի թանկարժեք։ Հայաստանը համարվում է սահմանափակ ֆինանսական միջոցներով առողջապահական համակարգ ունեցող երկիր։ Համեմատմելը Մեծ Բրիտանիայի կամ Ամերիկայի առողջապահության հետ իհարկե սխալ է, բայց կան բաներ, որոնք որ իրականում ֆինանսների հետ կապված չեն։ Հայաստանում ընդհանրապես բացակայում է սրտային ռեհաբիլիտացիայի ինստիտուտը։ Հայաստանում
չկան այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են օրինակ տնային պայմաններում կարդիոռեաբիլիտացիան, սրտային անբավարարության վերաբերյալ մեր վերաբերմունքը հիմնականում տանում է միայն դեղորայքային բուժմանը, որոշ դեպքերում առաջադեմ կամ advanced թերապիաների, ինչպիսիք են արիթմոլոգիական սարքերի տեղադրությունները, միջամտական սրտաբանությունը, հա, բայց մենք միշտ մոռանում ենք, որ կենսակերպի փոփոխությունները, պացիենտի ճիշտ կրթումը եւ սեփական առողջության մասին, սեփական հիվանդության մասին տեղեկացված լինելը շատ մեծ դեր ունեն սրտային անբավարարության բուժման մեջ։ Եվ լինելով երկիր սահմանափակ առողջապահական բյուջեով, ինձ թվում է, որ շատ կարևոր է, որ մենք հենց ուշադրություն դարձնենք նաեւ այդ մասերի վրա սրտային անբավարարության բուժման, որտեղ Եվրոպան ունենալով գրեթե անսահմանափակ ֆինանսական միջոցներ եւս փաստում է եւ ամեն ինչ տանում է նրան, որ դրանք դառնան ուղեցույցային նույնիսկ այդ հիմնական ուղեսյուներից, որոնք որ օգտագործվում են սրտային անբավարարության որպես պաթոլոգիա բուժման համար։ Բժիշկ Քալանթարյան, գիտեք, շատ հետաքրքիր հարց ենք հիմա շոշափում։ Կուզեմ խոսել նրա մասին, որ հին ցիվիլիզացիաներում, այսինքն հին քաղաքակրթության ներկայացուցիչները, օրինակ Չինաստանը, Ճապոնիան, երբ ուսումնասիրում ես իրենց, իսկ ես դա շատ հետաքրքիր ֆուրոր էր իմ համար Ճապոնիան ինքը, երբ մարդիկ հստակ շեշտադրում անում են ապրելակերպի վրա։ Ունենալով ճիշտ ապրելակերպ, մարդկանց կառուցվածքը, հիվանդությունների թիվը, ամեն ինչ փոխվում է։ Երբ նայում ենք նրանց ապրելակերպին, ապա ֆիզիկական ակտիվությունը, նյարդային խաղաղությունը, ամեն ինչը բարձր մակարդակի վրա է։ Ինչ կասեք դրա մասին։ Տարբերությունը այն երկրներում, որտեղ կան մշակույթ զբաղվելու ֆիզիկական ակտիվությամբ, սպորտով, բնականաբար նաև սննդակարգի շատ հստակ ուղղվածությամբ, նաև շնչառական վարժություններով, որոնք որ մեզ խորհուրդ են տալիս հոգեբանները կամ հոգեբուժները ներկայիս արդեն ժամանակակից տեսություններում, այդ ամենը ոնց է անդրադառնում սրտի առողջության վրա եւ ինչ նշանակություն ունի նաև քրոնիկական սթրեսը, քանի որ ապրելակերպի հետ դա անմիջապես կապ ունի։ Այսպես ասեմ, չկա երկրորդ կարծիք, որ առողջ ապրելակերպը եւ ուղղորդված առողջապահական ծրագրերը նաեւ ֆիզիկական առողջության բերում են ընդհանուր առողջության բարելավման եւ առողջություն ասելիս պետք է կարեւոր է որ մենք հիշենք, որ խոսքը չի գնում միայն ֆիզիկական առողջության մասին։ Առողջ լինելու հիմնական պայմաններից մեկը նաեւ հոգեվոր առողջությունն է, սոցիալական առողջությունն է, հա։ Եվ ձեր նշած բոլոր կոմպոնենտները հենց կազմում են այդ առողջության գաղափարը եւ բերում են առողջ մարդու առաջացմանը, եթե կարելի է այդպես արտահայտվել, հա։ Կերտմանը, այո։ Եվ կարևոր է նշել, որ շատ հաճախ սրտային անբավարարություն, օրինակ, պացիենտներին ասվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է։ Պացիենտի մոտ կարող է կեղծ կարծիք առաջանալ դրա մասին, որտեղ ինքը տեսնում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սկսում են իր մոտ սիմպտոմներ, առաջանում է շնչարգելություն, գլխապտույտ եւ այլն։ Բայց կարևոր է նշել, որ ցանկացած նույնիսկ ամենածանր սրտային անբավարարության պացիենտի մոտ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ոչ թե կարելի է անել, այլ ցուցված է։ Եվ ֆիզիկական ակտիվություն ասելով պարտադիր չէ խոսել օրինակ լողի մասին։ Նույն շնչառական վարժությունները, սովորական նստած դիրքում նստել վերկենալը ինքը եւս ֆիզիկական ակտիվություն է։ Եվ այն շեմը, թե որ ֆիզիկական ակտիվությունն է թույլատրելի պացիենտի համար անհատական է։ Այսինքն հենց ձեր ասած գաղափարը առողջության մասին, հա, ու նաև համապատասխան մասնագետների արկայությունը, որոնք կարողանան ուղղորդել այդ պացիենտներին դեպի ավելի առողջ լինելու, դեռևս բաց է, որ պետք է լրացվի։ Ճիշտ եք, եւ այս ամենի վերաբերյալ երկու շատ կարևոր հարց ունենք։ Սկսեմ առաջինից, ինչ կասեք ստենտավորման մասին։ Ես տեղեկացված եմ, որ վերջին գոնե 10 տարիների ընթացքում շատ մեծ փոփոխություններ են եղել մոտեցումների մեջ ստենտավորման հարցում, սրտի կորոնար զարկերակների ստենտավորման հարցում։
Խնդրում եմ դրա մասին խոսենք, քանի որ մենք լինելով էնդեմիկ զոնա ունենք շատ ու շատ կատարված ստենտավորումներ, եթե չասենք, որ մեր ճանաչած մարդկանց ամեն երրորդը արդեն իսկ կորոնար զարկերակների ստենտ ունի։ Տեսեք, ընդհանրապես մինիմալ ինվազիվ միջամտությունների, այդ թվում ստենտավորման մուտքը համաշխարհային առողջապահության մեջ երևի վերջին 30 տարվա մեջ իրականացված ամենամեծ փոփոխություններից մեկն էր, որը որ շատ արդյունավետ է, եթե իրականացվում է, որ օգտագործվում է որպես ճիշտ գործիք, այսինքն ամբողջ աշխարհում կան մոտեցում, որ սուր իրավիճակներում գնալը օրինակ կորոնար անոթների ստենտավորման փրկում է կյանքեր, ավելացնում է, երկարացնում է կյանքի տևողությունը, բերում է ֆիզիկական առողջության պահպանմանը, այսինքն ինվալիդիզացիայից է խուսափում պացիենտը, հա, բայց ժամանակի ընթացքում փորձը ցույց է տալիս եւ ժամանակակից մեծ կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ օրինակի համար պայմանականորեն ծխելը դադարեցնելը միջինում 7-ից 10 տարի կարող է ազդել կյանքի տևողության վրա։ Բայց առանց սիմպտոմների, առանց սուր սրտային պաթոլոգիայի առկայության ստենտավորումը ցավոք միջ այսօր ապացուցված չէ, որ բերում է կյանքի տևողության երկարացման։ Այո, բերում է սիմպտոմատիկայի պակասեցման, որոշ դեպքերում բերում է հոսպիտալացումների պակասեցման եւ այլ շատ ուրիշ ազդեցություններ է ունենում, բայց պետք չէ ընդունել այդ ամենը որպես պանացեա, այո, պանացեա գոյություն չունի եւ ստենտավորումը դա հիվանդության բուժման մեթոդ չէ, ստենտավորումը վերացնում է հիվանդության հետևանքները, պետք է մտածել ինչի անոթը նեղացավ, նշանակել ճիշտ դեղորայքային թերապիա, իրականացնել հստակ փոփոխություններ կենսակերպի, կրթել պացիենտին եւ միայն այդ պարագայում հնարավոր է խուսափել հետագայում նույն հիվանդության հետևանքներից, այսինքն եթե մեկ անգամ պացիենտը ստենտավորվել է, դա կարող է լինել երկրորդ անգամ, երրորդ անգամ կամ բերել ուղղակի հանկարծամահացության։ Ու այս կոնցեպտի հասկանալը հենց հիմա ամբողջ աշխարհում դրված է բոլոր սրտաբանության առաջնորդների սեղաններին որպես ակտուալ թեմա, որի մասին պետք է ավելի շատ խոսել, ավելի շատ կանխարգելել, ոչ թե բուժել։ Այսինքն ես ճիշտ հասկացա, պետք չի հասկանալ այն process-ը, որ պացիենտը եկավ, ուներ կորոնար զարկերակների նեղացում որոշակի տոկոսի եւ պարտադիր պետք է ստենտավորվի։ Այստեղ կա շեմ, եթե չկա գանգատներ, եթե այսպես ադապտացված է, չկան լուրջ այլ խնդիրներ, մենք դինամիկ հսկում ենք, ոչ թե ուղղակի ստենտավորում։ Այո, եւ եւս մի կարևոր բան, որ ամբողջ աշխարհում, եթե այդպես նայենք, արդարացված կորոնարոգրաֆիաները, այսինքն կորոնար անոթների նկարելու հետազոտությունները, որոնք որ չեն ավարտվում ինչ որ մի միջամտությամբ, կազմում են մոտավորապես 30%, 30-ից 40%։ Էքսպերտային կլինիկաների մասին է խոսքը։ Եթե մենք խոսենք Հայաստանի մասին, ապա այդ տոկոսը շատ ավելի բարձր է։ Եվ հիմնավորումը, թե ինչու գնալ միջամտության, շատ հաճախ բավականաչափ չի իրականացվում եւ հիմնվում է վիզուալ ցուցանիշների վրա, այսինքն անոթը ունի նեղացում, օրինակ պայմանականորեն 60-65% անոթ, ուրեմն ինքը հասուն է ստենտավորման համար, նույնիսկ եթե պացիենտը ասիմպտոմատիկ է։ Բայց ցավոք սրտի իրականությունը այդպեսին չի եւ ամեն ինչ այդպես չի աշխատում։ Կան շատ ավելի գրագետ ձևեր գնահատման այդ անոթային պաթոլոգիաների, ինչպիսին են օրինակ FFR կոչված հետազոտությունը, որը հոսքի գրադիենտն է չափում նեղացման հատվածով, ներանոթային էխոկարդիոգրաֆիան, որը եւս հետազոտություն է, որ օգնում է բժշկին կողմնորոշվելու, եւ բացի այդ ամենը կան նաեւ ֆունկցիոնալ ախտորոշիչ տեստեր։ Տարբեր տեսակի ստրես տեստերի մասին է խոսքը, դրանք կլինեն դեղորայքային, էխոկարդիոգրաֆիկ եւ այլն, հա։ Նույնիսկ ստրես MRT հասկացություն կա,
որոնք որ օգնում են ճիշտ կողմնորոշվել, արդյոք ժամանակն է այդ անոթին միջամտելու, եթե խոսքը գնում է սուր կորոնար համախտանիշից դուրս պացիենտների մասին։ Այսինքն, եթե պացիենտը պայմանականորեն ունեցել է սրտային ցավ, երկար տևողությամբ հայտնվել է հիվանդանոցում եւ նրան առաջարկում է ստենտավորում հիմնվելով հստակ բժշկական ցուցումների վրա, դա անքննելի է եւ դա միանշանակ պետք է իրականացվի ու մենք տարիների ընթացքում ունեցել ենք շատ մեծ կատարված աշխատանք հասարակության առողջության պահպանման ուղղված հենց այդ միջամտությունների իրականացումը առողջապահական ստանդարտ սարքելով, բայց որոշ դեպքերում իհարկե պետք է լինել նաև որոշակի պահպանողական։ Հիասքանչ։ Եվ այս ամեն ինչից անցնեմ արդեն երկրորդ հարցին, որը շատ տրամաբանական է, այսինքն ճիշտ ցուցումով կատարված ստենտավորումից հետո արդեն միջամտությունից հետո հիվանդի վարքը, ռեաբիլիտացիան։ Հայաստանում չկա որևիցե մի կենտրոն, որը զբաղվում է սրտային հիվանդություններով, հետ պացիենտ դուրս է գալիս կլինիկայից եւ չկա ռեաբիլիտացիա։ Ինչ կասեք դրա մասին, չէ՞ որ ռեաբիլիտացիոն բուժման եւ վերականգնողական բուժման պացիենտի նույն դաստիարակության բացակայության պատճառով մենք հետագա բազմաթիվ խնդիրներ ենք ունենում։ Իհարկե, Հայաստանում ոնց ասեցինք արդեն այդ ինստիտուտը որպես այդպեսին բացակայում է։ Բայց աշխատանքներ տարվում են, որ մենք եւս ունենանք այդ համակարգը, ինչի, որովհետեւ աշխարհում օրինակի համար Ֆրանսիայում ցանկացած պացիենտ, որը սուր սրտամկանի ինֆարկտից հետո դուրս է գրվում հիվանդանոցից, անցնում է ռեաբիլիտացիոն ծրագիր։ Եվ հատկանշական է, որ դա միայն ֆիզիկական ռեաբիլիտացիայի մասին չէ խոսքը։ Ռեաբիլիտացիան լինում է հոգևոր, այսինքն հոգեկան առողջության պահպանումը, հենց այդ գաղափարը, որ դուք հիվանդ չեք, դուք ունեք պաթոլոգիա, որը քրոնիկ պաթոլոգիա է եւ պահանջում է հսկողություն։ Ֆիզիկական ռեաբիլիտացիան, որը մարզումներն են պատշաճ։ Ինչու՞ չէ կենսակերպային ռեաբիլիտացիան, այսինքն պացիենտը պետք է կրթվի եւ հասկանա, որ իր առողջության համար առաջին պատասխանատուն ոչ թե բժիշկն է, ոչ թե պետությունն է, այլ հենց ինքն է։ Եվ եթե 30%-ը կախված է պետությունից, 20%-ը կախված է բժշկից, ապա 50%-ը առնվազն հենց կախված է տվյալ մարդուց, այսինքն ամեն մեկս պատասխանատվություն են կրում մեր առողջության համար։ Հուսանք, որ շուտով մոտ ապագայում այն աշխատանքները, որոնք որ տարվում են, կբերեն հենց այդպիսի ինստիտուտի ձևավորման։ Հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedic ընկերությունը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզների որակը երաշխավորված է։ Նրանք մեծ հռչակ են վայելում Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում։ Դուք արժանի եք լավագույնին։ Ընտրեք United Orthopedic-ը եւ կատարեք բարելավումներ ձեր կյանքում։ Իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել ներքոնշյալ հեռախոսահամարով։ Հաղորդման հովանավորն է United Orthopedics-ը։ Պարոն Քալանթարյան, իսկ հիմա եկեք անցնենք գործնական խորհուրդներին։ Ինչպես պետք է բուժառուն, որը որ հենց հիմա մեզ դիտում է, մեր հեռուստադիտողը, հասկանա, որ ինքը ունի արդեն իսկ սրտի հետ կապված խնդիրներ, որ հասկանա, թե իր գերճնշման հետ ոնց պետք է վարվի, ինչ անի, չէ՞ որ մեր մոտ հիմնականում բացի թողի վիճակում են հասնում պացիենտները բժշկին։ Բարի, նախ եւ առաջ պետք է ասել, որ պրևենտիվ կանխարգելիչ հետազոտությունը ինք իրենով շատ լավ բան է եւ օգնում է խուսափել սիմպտոմների առաջացումից։ Առաջինը պետք է խորհուրդ տալ, որ պացիենտները, որոնք ունեն այդ հնարավորությունը, պարբերաբար հետազոտվեն։ Եթե խոսում ենք ինչ ախտանիշների դեպքում դիմել բժշկի, ապա միանշանակ պետք է նշել ցավակրծքավանդակում, որը կարող է լինել շատ տարբեր բնույթի, սեղմող, ծակող, ճառագայթող դեպի վերջույթ, նույնիսկ կարող է դրսևորել ծնոտի շրջանում ցավով։ Եվ ցանկացած բնույթի ցավի առկայության պարագայում պացիենտը ցանկալի է դիմի բժշկի գոնե բացառելու համար սրտի իշեմիկ հիվանդությունը։ Զարկերակային գերճնշման մասին եթե խոսենք, ապա ցանկացած զարկերակային ճնշման բարձրացում, որը մշտական բնույթ է կրում, 130-85 մմ սնդիկի սյունից ավել, արդեն հանդիսանում է ցուցում դիմելու սրտաբանի
գոնե կանխարգելիչ հետազոտության համար։ Իսկ ինչ հետազոտություններ է անցնում պացիենտը, երբ դիմում է ձեզ։ Երբ հասավ պացիենտը արդեն ձեզ, ինչ process-ներով է անցնում։ Ասելը այդ հարցին պատասխանելը միանշանակ դժվար է, որովհետև ամեն ինչ կախված է պացիենտի տարիքից, ռիսկի գործոններից, որ պացիենտը ունի, իհարկե նաև սիմպտոմների լրջությունից, հա, կամ տեսակից սիմպտոմատիկայի, բայց հիմնական այն բազային հետազոտությունները դրանք արյան ընդհանուր եւ բիոքիմիական հետազոտությունն են, ESG-ն է, որը ամենահեշտ հասանելի հետազոտությունն է, սրտաբանի խորհրդատվությունը ինքը իրենով եւս շատ ինֆորմատիվ կարող է լինել տարբեր պաթոլոգիաների հայտնաբերման նպատակով, ըստ անհրաժեշտության արդեն գրադացիան հետազոտությունների բարձրանում է, կարող են իրականացվել էխոկարդիոգրաֆիա, ստրես տեստեր, ամեն ինչ կախված է տվյալ սիտուացիայից, որում մենք գտնվում ենք։ Հասկանալի, իսկ կա կոնկրետ տարիքային շեմ ֆիքսված, որ գիտեք, ասենք այս տարիքից արդեն պետք է պարտադիր գնալ միացիրտը հետազոտել։ Կա նման բան։ Չի ասի, որ կա հստակ նշված այդպիսի տարիք, բայց կարող եմ փաստել, որ կան տարիքային որոշակի շեմեր, նույն կանխարգելիչ բժշկության մեջ կիրառվող, որոնք որ ցույց են տալիս, թե ըստ տարիքի պացիենտը քանի անգամ պետք է հետազոտվի։ Օրինակ կա այդպիսի հետազոտություն լիպոպրոտեիդ ալֆա։ Ինքը ցույց է տալիս աթերոսկլերոզի ռիսկի ցուցանիշ է։ Եվ խորհուրդ են տալիս կյանքում գոնե 1 անգամ հանձնել այդ հետազոտությունը։ Ինչի, որովհետև եթե ունենք բարձր ցուցանիշներ, արդեն դա անկախ ռիսկի գործոն է պացիենտի մոտ հետագայում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման։ Եվ 30 տարեկանից հետո սովորաբար կան ինչ-որ ժամանակահատվածներ եւ անհրաժեշտություն է առաջանում պրևենտիվ հետազոտություններ անցնելու։ Որոշ պացիենտների համար դա կարող է լինել 3-ից 5 տարին մեկ, որոշ պացիենտների համար ամենամյա, բայց դիմելով բժշկի այդ հարցի պատասխանը ավելի հստակ հնարավոր կլինի ստանալ ելնելով ընդհանուր ռիսկի գործոնների առկայությունից, ժառանգականությունից եւ այլ ֆակտորներից։ Խոսենք սննդակարգի մասին, քանի որ ես համոզված եմ մեր հեռուստադիտողներին դա կհետաքրքրի, կա արդյոք սննդակարգ, որին կարելի է հարել, որը կարելի է օգտագործել եւ ավելի թեթև լինի սրտային խնդիրները կամ ավելի կարճ, ինչն է կարելի եւ ինչը չի կարելի։ Բալի իրականում այդ թեմայով հետազոտություններ կան եւ կա այդպիսի դիետա, որը որ կոչվում է DASH դիետա, միջերկրածովյան դիետայի մասին է նաեւ խոսքը, ապացուցված է, որ սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկը այդ դիետան իջեցնում է։ Եթե խոսենք սնվելու մասին, ընդհանրապես նուտրիցիոլոգիան, հայ սննդաբանությունը ինքը բավականին ծավալուն լուրջ գիտություն է, բայց մեծ հաշվով առողջ սննդի սնվելու հենց հիմքը շատ պարզ է, այսինքն շատ միրգ, շատ բանջարեղեն, աղի քանակի սահմանափակում, այրված ճարպերից խուսափում, ճիշտ չափաբաժիններով սնվել։ Դրանք այն բաներն են, որոնք որ խորհուրդ են տրվում բոլորին։ Եթե խոսում ենք օրինակի համար, հա, ալկոհոլի ընդունումը շատ հաճախ պացիենտի մոտ հարց է առաջանում, արդյոք կարելի է ընդունել ալկոհոլ, եթե ես ունեմ սրտի իշեմիկ հիվանդություն։ Որոշ դեպքերում արիթմիաների առկայության պարագայում սրտային անբավարարության որոշ պացիենտներին խստիվ հակացություն է հանդիսանում։ Բայց ընդհանուր սրտի իշեմիկ հիվանդության համար եւ նույնիսկ կանխարգելիչ նպատակներով այդ DASH դիետայի մեջ մտնում է նաեւ կարմիր չոր գինու օգտագործումը պացիենտի կողմից։ Այնպես որ առողջությունը պետք չէ ծայրահեղականացնել։ Պետք է ամեն ինչին լինի հավասարակշռված մոտեցում։ Նույնն էլ վերաբերվում է սննդաբանությանը։ Ես ձեզ ճիշտ հասկացա, այսինքն բժշկի կողմից նշանակվող դիետայի մեջ կա նաեւ ալկոհոլ։ Այո, կարող է լինել։ Կարմիր չոր գինի։ Այո։ Բայց դա ոչ լիտրերով։ Իհարկե ոչ։ Հստակ չափաբաժնով։ Հստակ չափաբաժնով խոսքը գնում է մեկ չափաբաժին գինու մասին, հա, այսինքն դրա բավարարապես քանի միլիլիտրի մասին է դա խոսքը։ Եթե գինու մասին ենք խոսում 100 մլ գինին, 100 մլ օրական։ Օրական, բայց ես ոչ մեկին չեմ խրախուսում այդպես օրական 100 մլ գինի խմել իհարկե, բայց այո, հետազոտություններ կան, որ ցույց են տալիս, որ չափավոր ալկոհոլի օգտագործումը հակացուցված չէ եւ նույնիսկ սրտի իշեմիկ հիվանդության պարագայում մեկ չափաբաժին օղու կամ մեկ չափաբաժին գինու օգտագործումը շաբաթական 2
2-3 անգամ ապացուցված չէ ոչ միտեղ, որ բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը, սարկերակային գերճնշման ռիսկը եւ նշեմ նաեւ եւս մեկ բան, որ պացիենտը ասում է այդ օրը խմելու էի, դրա համար սարկերակային ճնշման դեղերը չխմեցի։ Ես խրախուսում եմ, որ պացիենտը եթե պատրաստվում է 1 բաժակ օրինակ ալկոհոլ օգտագործել, ամեն դեպքում խմի նշանակված դեղորայքը, եթե չկա անհատական անտանելիություն իհարկե։ Գիտեք, շատ օգտակար խորհուրդներ էին սրանք։ Ես հիմա զուգահեռներ եմ անցկացնում նաև իմ մասնագիտության հետ, սպորտային վնասվածքաբանության, եւ այնտեղ էլ մենք երբ որ ունենք սպորտսմեններ եւ բնականաբար արդեն իսկ մեծ պահանջներ նրանց առողջությունից, մենք մեծագույն շեշտադրումը տանում ենք դեպի սննդակարգը եւ ապրելակերպը։ Եվ մենք էլ ունենք մի շարք հետազոտություններ, որոնք արդեն իսկ ապացուցել են առողջ ապրելակերպի սննդակարգի բիոռիթմերի նշանակությունը բուժառուի լավացման process-ում։ Եվ շատ դեպքերում մենք ունենում ենք վնասվածքներ, որոնք միգուցե ժամանակին ուղիղ ցուցում էին վիրահատության, բայց հիմա արդեն իսկ ավելի պահպանողական ենք մոտենում, փոխելով ապրելակերպը։ Հետաքրքիր փոփոխություն է բժշկության բոլոր ոլորտներում, կարծես թե։ Այո։ Շնորհակալություն։ Ուզում եմ անցնենք մեր բլից հարցերին։ Խնդրում եմ կարճ, հակիրճ պատասխանեք բլից հարցերին։ Միգուցե ոմանց արդեն իսկ անդրադարձել ենք մեր զրույցում։ Շատ բարի։ Եթե գլխապտույտ կամ ցավ չկա, ճնշման դեղը խմելը անպայման չէ։ Իհարկե այդպես չէ, ճնշման դեղերը պետք է խմել կանոնավոր։ Ստենտավորումից հետո մարդը հաշմանդամ է, ֆիզիկական աշխատանք կատարելը արգելված է։ Պացիենտը կարող է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, եթե ունի այլ սահմանափակող գործոններ։ Ամենօրյա ալկոհոլը մաքրում է անոթները խոլեստերինից։ Այս բaragայում արդեն իսկ թվում է պատասխանը տվեցինք, իհարկե ալկոհոլի քրոնիկական օգտագործումը ոչ չափավոր խորհուրդ չի տրվում ոչ ոքի եւ հանդիսանում է խնդիր, բայց չափավոր օգտագործումը համենայն դեպս ապացուցված է, որ առողջությանը վնաս չէ։ Շնորհակալություն բժիշկ եւ շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Կարծում եմ մեր հեռուստադիտողները կգնահատեն այն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedic ընկերությունը իր բարձրորակ էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները մեծ հռչակ են վայելում ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայում։ Դուք արժանի եք լավագույնին։ Ընտրեք United Orthopedic-ը եւ բարելավեք ձեր քայլքը եւ պահպանեք ձեր առողջությունը։ Իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով։ Հաղորդման հովանավորն է United Orthopedics-ը։ Այսօր քննարկեցինք սիրտը եւ սրտի հիվանդությունները, ինչ նշանակություն ունի առողջ ապրելակերպը։ Հիշեք, որ ոչ միշտ է կարևոր գնալ դեպի ամենամեծ եւ ծանր միջամտությունների։ Պահպանեք ձեր առողջությունը ապրելակերպի փոփոխությամբ եւ դիմեք լավագույն մասնագետներին։ Ձեր հետ Իմունիտետ հաղորդաշարն էր եւ ես բժիշկ Գրիգոր Ավետյանը։ Առողջ եղեք, կհանդիպենք։